Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Եթե ես հարության տոնին այս կոչը ուղեի ձեզ, հավատում եմ արձագանքը կլիներ անհամեմատ, շռնդալից։ Ինչու։ Ասեմ, մի լավ բարեկամ ունենք, որին դուք ճանաչում եք, ռուսա, եպիսկոպոս, որ մեզ ծառայել է, և ինքը հոգի ունի, ում հանդիպի ավետարան է քարոզում։ Եվ սովորական մի օր, ոչ հարության օրը, մի մայրիկի հանդիպելով, մոտենում այդ մայրիկին, ասում է, Քրիստոս վասկրեց։ Զարմացած նայում ասում է, տղա ջան, այսօր հարության տոնն է։ Գիտեք, իմ սիրելի քույրեր, եղբայրներ, փառք Աստծո, որ մենք ունենք անփոփոխ Աստված։ Աստված իր մասին հայտարարում է, որ ես չեմ փոփոխվում, ես նույնն եմ։ Սա ամենակարևոր հաստատությունն է, որը մեզ օրենքիր է տալիս, որը մեզ ուղղորդում է։ Երկրորդը, Աստծո խոսքն է անփոփոխ։ Աստծո օրենքներն են անփոփոխ։ Եվ եկեղեցին պիտի լինի անփոփոխ։ Այն իմաստով, որ պետք է հիմնված լինի Աստծո խոսքի վրա և պաշտամունքի վրա։ Այո, ես մի հատված եմ կարդում, այս հատվածում ենք լինելու, եթե հիշում եք հարության տոնին ես խնդրեցի Արտուր եղբորը, շատ հրաշալի պատգամ լսեցինք Արտուր եղբորից, ես բաց թողեցի, որպեսզի գոնե մեկ կիրակի հետո հարության մասին խոսեմ, շեշտելով ինչ-որ կարևորագույն բան։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլխի 12-ից 20 խոսքերն եմ ընթերցում։ Ձեզ շատ ծանոթ հատված, և ծանոթ և անծանոթ, և քարոզված և չքարոզված։ Բայց եթե քարոզվում է, թե Քրիստոսը մեռելներից հարություն է առել, ինչպես են ձեզանից ոմանք ասում, մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, ուրեմն իզուր է մեր քարոզությունը և ունայն ձեր հավատը։ Եվ մենք Աստծո սուտ վկաներ եղած կլինենք, որ Աստծո մասին վկայեցինք, թե հարություն տվեց Քրիստոսին։ Եթե արդարև մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատը և դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ուրեմն նրանք էլ, որ Քրիստոսում ննջեցին կորան, եթե միայն այս կյանքի համար հույս ունենք Քրիստոսի վրա, բոլոր մարդկանցից ողորմելի ենք։ Բայց հիմա Քրիստոս հարություն է առել մեռելներից։ Ալելույա։ Ամեն, ամեն, ամեն։ Ես ասում եմ, որ Աստծո խոսքն անփոփոխ է և չափանիշ է մեզ համար։ Ամեն ինչ մենք չափում ենք, կշռում ենք, համեմատում ենք Աստծո խոսքի հետ։ Աստծո խոսքը այն հարթաչափն է և այն ուղղալարը, որ մեր հոգևոր կառույցի, բոլոր հոգևոր կառույցները և մեր անձնական հոգևոր կառույցը, մենք դրանով ստուգում ենք։ Ճիշտ ենք աճում, թե ոչ։ Երեխան ծնվելուց ստանում են, սկսում են կշռել, չափել, 1 ամսականում այսքան, 6 ամսականում այսքան, քաշը, չգիտեմ, բոյի և այլը։ Մեզ թվում է, թե մենք հենց այնպես, հետևող չկա, չափանիշ չկա, բայց ամեն ինչին կա և հետևող և չափանիշ, այն որ մենք ասում ենք կամ չափորոշիչ, որ ասում ենք ստանդարտ, կա, գոյություն ունի և այդ մասին գրված է Աստվածաշնչի մեջ։ Օրինակ, եթե հիմա մենք ինչ-որ բաներ անում ենք, որտեղից է գալիս, օրինակ պսակադրություն ենք անում, մեկը հարցնի, որտեղից վերցրեցիր, ես կբացեմ ծննդոց գրքի 2-րդ, 3-րդ գլուխները և կասեմ, թե որտեղից վերցրեցի։ Աստված, երբ որ Ադամին տեսավ մենակ է, Ադամի կողից մի ոսկր վերցրեց, վարպետորեն շինեց Եվային, կատարյալ շինեց Եվային և բերեց Ադամի մոտ։ Եվ առաջի ամուսնության հեղինակն Աստված էր։ Ես իրավունք ունեմ ինձ տուտա և նաև պատվիրեց, որ այսուհետև աճեք և շատացեք, լցրեք երկիրը։ Այսինքն դրանով ճանապարհը ցույց տվեց, թե ինչպես մարդկությունը պիտի զարգանա։
Ես հիմա իրավունք ունեմ այն ինչ որ արեց Աստված եւ օրինակ տվեց, ես կրկնեմ։ Այո, իսկ այն ինչ որ Աստված չի արել։ Աստված երկու տղայի չամուսնացրեց, Աստված երկու աղջկա չամուսնացրեց։ Հասկանում եք։ Չափանիշը կա։ Չափանիշից դուրս ամեն բան մենք մերժում ենք եւ չենք ընդունում։ Ասեք ամեն, եթե դուք եք այդպես։ Հիմա գիտեք, ես նախաբանի վրա ժամանակ եմ ծախսում եւ տանուլ եմ տալիս պատգամից մի հատված, բայց ոչինչ։ Առանց այդ հարթակը ստեղծելու դժվար կլինի հասկացնել։ Օրինակ, մեզ հետաքրքիր է, չէ՞, թե առաջի եկեղեցին աշակերտների կողմից հաստատված եկեղեցին, Հիսուսի աշակերտների, անմիջապես Հիսուսի հարությունը տեսած աշակերտների կողմից ստեղծված եկեղեցին, ինչպես էր եկեղեցիական ժողովները վարում։ Կա չէ՞ դա Աստվածաշնչի մեջ։ Հիմա որպեսզի մենք իմանանք, թե մեր պաշտամունքները, մեր հավաքույթները, մեր փոխհարաբերությունները ուղղահայաց եւ հորիզոնական, ուղղահայաց մեր հարաբերությունը ստուգում ենք Աստծո խոսքով, իմ եւ Աստծո հարաբերությունը հորիզոնական, իմ եւ քո հարաբերությունները ստուգում ենք նույն Աստծո խոսքի հարթաչափով։ Ամեն։ Կա չափանիշ։ Եվ մենք այդ չափանիշներին ենք հետևում։ Եվ հիմա ինչպես էին անցկացնում։ Ինչ էին քարոզում, որն էր աշակերտների քարոզության թեման։ Ես հավատում եմ, որ եթե աշակերտներից գոնե մեկը կամ աշակերտները երբևէ լինեն մեր պաշտամունքներին, միգուցե զարմանան ու հարցնեն. Այդ որտեղից վերցրեցիք, որ այդ թեման եկեղեցում պիտի քարոզվի կամ ընդհանրապես դա էական է։ Կհարցնենք, ինչ նկատի ունես։ Այդ աշակերտն էլ մեզ կպատասխանի։ Դուք ավետարան ունեք, կարդում եք։ Ինչ էին քարոզում Հիսուս Քրիստոսի աշակերտները։ Հիսուս Քրիստոսի հարությունից անմիջապես հետո եւ այն եկեղեցում, որը հաստատել էին իրենք Հիսուս Քրիստոսի հանձնարարությամբ։ Պողոսն էստեղ մեզ մտավարժանք է առաջարկում։ Մտավարժանք։ Ինչ կլիներ, եթե Հիսուս հարություն առած չլիներ։ Հետաքրքիր է, չէ՞։ Քրիստոնեական հավատքը հիմնված է Հիսուս Քրիստոսի հարության փառավոր փաստի վրա։ Վերցրու քրիստոնեությունից Հիսուս Քրիստոսի հարությունը, տակը քիչ բան կմնա, հավատացեք։ Հույսը կմեռնի։ Իսկ առանց հույսի Սուրբ Գիրքն ասում է, այսուհետև մնում է հավատ, հույս եւ սեր։ Այս երեքը եւ սրանցից մեծագույնը սերն է։ Ամեն։ Ուրեմն Փառք Աստծո, ավետարանը բավականաչափ տեղեկություն է տալիս մեզ այն մասին, որ մենք իմանանք, թե ինչ էին քարոզում Քրիստոսի աշակերտները Քրիստոսի հարությունից հետո եւ ինչ էին քարոզում ընդհանրապես եկեղեցիներում եւ ինչ առաջնահերթություններ ունեին ընդհանրապես աշակերտները։ Եւ այստեղ հարցը հնչեց, թե ինչ կլիներ, որովհետեւ այստեղ եթե կարդաք, ընդամենը 9 համարի մեջ 6 թե 7 անգամ ստույգ չեմ հիշում, բայց կրկնվում է, եթե ապա, այսինքն պատճառը հետևանքային կապն է ցույց տալիս, թե ինչ կարող էր լինել, ինչ կպատահեր, եթե Քրիստոս հարություն առած չլիներ։ Այո, ենթադրենք, որ Հիսուս Քրիստոս հարություն չի առել, եւ նրա անկյանք մարմինը դեռ գերեզմանում է։ Գերեզմանի դռանը դրված քարը դեռ իր տեղում է եւ կնքված է այն կնիքներով, որով կնքեցին եւ հսկում էին զինված պահակազորի կողմից։ Ինչ կնշանակեր այդ մարդկության համար։ Այսօր ինձ եւ քեզ համար ինչ կնշանակեր դա։ Շատերը գիտեն, որ մեծ ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերը շատ հաճախ դեպրեսիայի մեջ անկել։ Ընկճախտի, շատ։ Հիմա կասեք, բա էտա, չգիտեմ, մեծ ռեֆորմատորը։ Այո, էտա։ Նրանք, ովքեր մեծ գործ են ձեռնարկում հատկապես Աստծո գործերի մեջ,
Եթե նրանք ասեն, որ մենք չենք հիասթափվում, մենք չենք հուսահատվում, եթե մենք դեպրեսիայի մեջ չենք ընկնում, ես կզարմանամ, կասեմ, չգիտեմ, որքան ես դու անկեղծ քո ծառայության մեջ եւ որքան ես դու անկեղծ ընդհանրապես խոսում։ Ասեմ, ես ինքս շատ հաճախ ձեռնարկում ես մի գործ ու այն սպասելիքները, որ ունես, որ լինելու է, համայրը արդեն ամբողջանում եք է տեսնում ես քանդվեց։ Երկու ելք կա։ Կամ նորից լծվել, առաջ գնալ, էլ հետ չնայել, կամ էլ հուսահատվել ու հեռանալ։ Միևնույն է, իմ մոտ չի ստացվում։ Կա մարդ, որի մոտ ինչ-որ բան չի ստացվում։ Իմ խորհուրդը քեզ հետևյալն է։ Սկսի նորից։ Ստացվելու է։ Այո, ստացվելու է։ Ես որքան հաջողվել եմ, հարյուրավոր անգամներ ավելի անհաջողության եմ մատնվել։ Որքան ձեռքբերումներ ունեցել եմ, բազմապատիկ անգամ կորուստներ եմ ունեցել։ Եվ ես դեռ ոտքի վրա եմ, եւ ես դեռ շարունակում եմ, եւ կշարունակեմ այնքան ընկնելով, վեր բարձրանալով, կորցնելով եւ գտնելով, տանուլ տալով եւ ձեռք բերելով։ Մինչև գա այն օրը, որ երկնային դարպասները իրենց դռները կբացեն, Քրիստոսով արդարացած, Քրիստոսի ծառայի առաջ։ Ամեն։ Ուրեմն, Մարտին Լյութերը հաճախ ընկնում էր դեպրեսիայի մեջ։ Հերթական դեպրեսիայի հետ նոպայի ժամանակ նրա կինը, որ հրաշալի կին էր եւ լուրջ հավատացյալ, մի օր գալիս է նախաճաշի հագնված սքիսև հագուստը։ Լյութերը հարցնում է, ինչ է պատահել, ինչու ես այդ շորերով։ Կինը պատասխանում է, ես սուքի մեջ եմ։ Լյութերը հարցնում է, իսկ ով է մահացել։ Կինը նրան ասում է, Աստված է մահացել, Մարտին։ Լյութերը նրան ասում է, դու լավ գիտես, որ Հիսուս մեռած չէ, ինչու ես սգում։ Կինը նրան հարց է տալիս, Մարտին, եթե Աստված չի մահացել, ինչու ես դու այդ վիճակում։ Ես այսպես հագնվեցի, որ քեզ ցույց տամ, որ Հիսուսը հարություն է առել, եւ քո ուշադրությունը դրանով հենց այդ փաստի վրա կենտրոնացնեմ։ Նա ապրում է, դու էլ ապրի։ Ամեն։ Հիմա այսպիսի մի խաղ մեզ հետ խաղում է Պողոսը ընթերցված հատվածում։ Եթե Հիսուս հարություն առած չլիներ, ինչ կլիներ։ Եվ իսկապես ինչ կլիներ։ Եվ շարունակում է բացատրել, թե ինչ կլիներ։ Հավատացեք, սա շատ լուրջ դաս է, շատ լուրջ ուղերձ է մեր բոլորի համար։ Այո, Լյութերի կինը իմաստուն կին էր եւ այդ օրինակով սթափեցրեց գոնե այդ պահին։ Ես չեմ հավատում, որ դա Լյութերի վերջի հիասթափությունն էր, վերջի ընկճախտն էր, վերջի դեպրեսիան էր։ Բայց վերջապես կարող ենք մենք այդ վիճակի մեջ երկար մնալ, կարող ենք շատ երկար չմնալ, բայց որ հայտնվելու ենք այդպես իրավիճակներում, հիասթափությունը այս կյանքի օրինաչափություններից է։ Ավետարանի մեջ ավելի շատ պարադոքսներ կան, քան հասկանալի բաներ։ Ես որ երիտասարդ էի, այդ բաները շատ չէի հասկանում, ինձ թվում էր ամեն ինչ գիտեմ, չիմացած էի, իմացած էի համարում, պատասխանում, բայց հետո տարիքի հետ հասկացար, որ չէ, դու նախ շատ բան չգիտես մեկ, հետո կամաց հասկանում ես, որ ոչինչ չգիտես։ Ու դադարում ես արդեն քեզ արդարացնել, փիլիսոփայել, սա խորհրդապատկերը, սա խորհրդանշական է եւ այսպես շարունակ։ Ինչևէ, գնանք առաջ։ Մենք երբեմն մոռանում ենք կարևորագույն բաների մասին եւ դա ազդում է մեր կյանքի որակի վրա։ Կարելի է մտածել, որ մոտավորապես հենց այս էր Պողոսի մտքում, երբ գրում էր առաջի Կորինթացիս թղթի 15-րդ գլխի այս հատվածը, որովհետև այս հատվածը, այս գլուխը 15-րդ գլուխը ավետարանի եւ ողջ Աստվածաշնչի մեջ ամենավառ հատվածն է, որտեղ Պողոսը իր ճոխության, իր կրթության, իր մեծ խելքի, փիլիսոփայության, դաստիարակության, աստվածպաշտության,
Եվ որովհետև ինքը գրում է, որ ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն էր, դա խոնարհություն է, որ չի ասում ամենակրթվածն է։ Ինչևէ, նա այստեղ գրում է, թե ինչ կլիներ, եթե Հիսուս հարություն առաջ չլիներ։ Հաստատ իմանալով, որ Հիսուս Քրիստոս հարություն է առել։ 9 համարների ընթացքում 7 անգամ օգտագործում է եթե բառը։ Պողոսն ուզում է, որ մենք պատկերացնենք, որ եթե Քրիստոս հարություն առաջ չլիներ, ինչ կպատահեր մարդկության հետ, ինչ կլիներ։ Եթե կանայք, որ գնացին գերեզման, տեսնեին, որ քարն իր տեղում է, կնքված է, իսկ պահապան զինվորներն էլ շարունակում են հսկել Հիսուսի մեռած մարմինը։ Ինչ կլիներ, եթե Քրիստոս գերեզմանից դուրս եկած չլիներ։ Ես 5 ողբերգությունների մասին պիտի հիշատակեմ, որ Պողոսն ասում է, թե ինչ կլիներ, եթե Հիսուս հարություն առաջ չլիներ։ Մեկով չի բավարարվում Պողոսը։ 5 ողբերգություններ, որ տեղի կունենար։ Սիրելի իմ բարեկամներ եւ սիրելի քարոզիչներ, լսեք խնդրեմ, մենք քարոզիչ ենք դարձել, որ քարոզենք Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Մի մոռացեք այս։ Աստված ինձ կանչել է, որ Հիսուս Քրիստոսի հարությունը քարոզեմ։ Ես իրավունք չունեմ հեքիաթներ քարոզելու։ Ամեն։ Դուք որ մարդկանց վկայում եք մեր եկեղեցին, այս եկեղեցին մի վկայեք, Հիսուս Քրիստոս հարություն է առել մեռելներից։ Սա է գրված ավետարանի մեջ, ես կապացուցեմ։ Եթե խաչյալ եւ հարուցյալ Քրիստոս չենք քարոզում, ուրեմն մնացած բաների մասին խոսելն իզուր է, առանց Հիսուս Քրիստոսի հարության մենք հիմք չունենք քարոզելու։ Իսկ հավատքը Հիսուս Քրիստոսի հարությամբ քարոզությունը լսելուց է։ Շատ ուղիղ է գրված։ Հավատքը Աստծո խոսքը լսելուց է։ Ինչ որ մեկը գրել է, եթե վերցնենք Հիսուս Քրիստոսի հարությունը Աստվածաշնչից, այնտեղ կմնա անհասկանալի ուղերձների հավաքածու, որը երբեք չենք կարող ըմբռնել։ Այո։ Ասում է կորցնեք, կգտնեք, ինչ կորցնենք, չգիտեմ, մեռեք, հարություն կառնեք։ Ասում են պարադոքսներն այնքան շատ են, որ ես պարադոքսների մասին քարոզել եմ։ Համենայն դեպս մենք շատ բան չենք հասկանում, որովհետև ամենագլխավորը չենք հասկանում։ Իմաստուն Աստծո ծառաներից մեկն ասել է, սկիզբը հասկանալը հասկացողության սկիզբն է։ Եթե դու կարողացար հասկանալ, թե որտեղից է գալիս, շատ բան կհասկանաս արդեն։ Իսկ եթե այդ սկիզբը չհասկացար, օրինակ ինչու՞մն է քրիստոնեության առավելությունը։ Քրիստոնեության առավելությունը մնացած կրոններից, նաև հուդայիզմից, որ գալիս է ծննդոց գրքից եւ հասնում է մեր օրերը։ Սկզբից է գալիս։ Մենք բացում ենք մեր Աստվածաշունչ եւ կարդում ենք սկզբում էր բանը։ Սկզբում Աստված ստեղծեց։ Բացում ենք ավետարանը Հովանեսի, կարդում ենք սկզբում էր բանը, այսինքն խոսքը։ Սկզբում։ Մենք սկսում ենք սկզբից։ Չգիտեմ, ինչ որ կրոն սկսում է 7-րդ դարից։ Բա մինչև 7-րդ դարը մարդկություն է եղել վերջապես, ստեղծագործություն է եղել եւ ուրիշ շատ բաներ է եղել։ Թե չի եղել։ Ուրեմն սկիզբը մի մոռացեք, որովհետեւ սկիզբը շատ է կարեւոր։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն շարունակենք։ Առանց հարության շատ ճշմարտություններ դառնում են անիմաստ։ Օրինակ վերստին ծնունդը, նոր մարդ հասկացողությունը, բոլոր մեռելների հարությունը, հավիտենական դատաստանը, ջրի մկրտությունը, հավիտենական կյանքի հույսը, հաղորդությունը եւ այլն։ Այո, Հիսուս Քրիստոսի մահը խիստ կարևոր է։ Իսկ եթե մենք ունենայինք միայն Հիսուս Քրիստոսի մահը, ապա տոնակատարությունը եւ ուրախության պատճառ չէինք ունենա։ Որովհետև մենք տոնում ենք ոչ թե Հիսուս Քրիստոսի մահը, մենք կարևորում ենք Հիսուս Քրիստոսի մահը, որովհետև նրա մահով մենք կյանք ստացանք։ Նրա խաչի այրունով մեր մեղքերը ներվեցին, բայց նրա հարությամբ մենք արդարացանք։ Ամեն։ Փառք Տիրոջը։
Մենք Հիսուսի մահը պատմում ենք, բայց տոնում ենք Հիսուս Քրիստոսի հարությունը, գերեզմանից դուրս գալը եւ հաղթանակը մահվան եւ գերեզմանի նկատմամբ, որովհետեւ Հիսուս Քրիստոսի հարությունը նշանակում է Հիսուս հաղթեց մահվանը, երբ որ կա հարություն, ուրեմն բանաստեղծի խոսքերով էլ մահնում շունն է։ Ամեն։ Հիսուսն ասում էր ինձ հավատացողը եթե մեռնի էլ պիտի ապրի, ավելին շարունակում էր, ինձ հավատացողը երբեք պիտի չմեռնի, այն շարքից է, որ ինձանից առաջ ասում էր իմ եղբայրը, ոնց հասկանանք, հենց այդպես, նախ պիտի հասկանանք ինչ է իսկապես կյանքը, ինչ է իսկապես մահը, այո, եկեղեցում մի քանի կարևոր հասկացողություններ կա, որ եկեղեցին պիտի հասկանա, արմատապես, օրինակ ինչ է մեղքը եւ արդարությունը, ինչ է կյանքը եւ ինչ է մահը։ Եթե մենք սրանք չհասկանանք, այո, մոմ վառելը եւ մնացած բաները, մենք էլ մեր մոմերն ունենք, ես չեմ ուզում մեր դաշտից ուրիշ տեղ գնանք։ Հիսուսն ասում է, ներեցեք, Պողոսն ասում էր, դուք ներսինների մասին խոսեք, ներսիններին դատեք, դրսիններին Աստված կդատի, ձեր գործը դրսինները չեն։ Դրսինների Տերն Աստվածը, մենք մեր Տերն ենք։ Մենք իրավունք ունենք մեր արատները բարձրաձայնելու, խոսելու, ազատվելու։ Ամեն։ Ամեն, ամեն։ Ուրեմն անցնենք առաջ։ Շատերը հավատում են Հիսուս Քրիստոսի շատ գործերին, որ նա կատարել է երկրի վրա, որպես ուսուցիչ, որպես բժիշկ, որ խոսել է շատ լավ խոսքեր եւ գործել է շատ լավ, կատարել է շատ լավ գործեր, կատարել է շատ հրաշքներ։ Միթե դրանք հերիք չեն, որ մենք ուրախանանք դրանցով։ Եթե այդքանով Հիսուս վերջացներ ավարտեր իր միսիան, իհարկե, շատ քիչ կլիներ։ Այո, տեսեք լեռան քարոզը, այո, դրանք եղել են եւ ճշմարտություններ են, բայց առանց Հիսուս Քրիստոսի հարության անիմաստ կդառնային։ Պարզապես պետքա վերցնեին այդ բոլորը եւ դնեին գերեզմանի մեջ եւ այնտեղ թաղեին։ Եթե Հիսուս հարություն առած չլիներ։ Հիսուս մեռավ, բայց այդ ուրախալի հռչակումը թողենք Պողոսը կանի վերջում, որովհետև Պողոսը երբեք իր լսարանին փակուղի չի տանում, անհուսության չի տանում, որովհետև 20-րդ համարում հռչակում կա, որ տիեզերական հռչակում է, դրան պիտի հասնենք։ Այո, եթե Հիսուս դեռ գերեզմանում է, ապա ինչ որ խոսեց եւ արեց երկրի վրա, դրանք մեզ համար ավելի արժեքավոր չէին կարող լինել, քան երկրի վրա ապրած մնացած մեծ ուսուցիչների, մեծ փիլիսոփաների արածները եւ ասածները։ Երբ Հիսուս Քրիստոս դուրս եկավ գերեզմանից, ցույց տվեց, որ ինչ որ խոսել էր կատարվեց։ Հիսուսն ապացուցեց, որ իշխանություն ունի կյանքի եւ մահվան վրա։ Նա ապացուցեց, որ ինչ արեց խաչի վրա մեզ մեր մեղքերից փրկագնելու համար էր եւ բավարար էր։ Ամեն։ Դա հարությունից հետո պարզվեց։ Ամեն։ Ես չգիտեմ, դա իրականություն է թե ուղղակի ասած 18-րդ դարում կարծես ինչ որ մեկը գնում է Ֆրանսիայի վարչապետի մոտ կամ ղեկավարի մոտ ասում է ես մի առաջարկով եմ եկել, դե եթե առաջարկով բնական է պետքա լսենք։ Ասում եմ ես արդեն հասկանում եմ, որ քրիստոնեական կրոնը հնացել է։ Ես ուզում եմ նոր կրոն ստեղծեմ։ Նոր կրոն հիմնեմ։ Պատասխանում է վարչապետը, ասում է շատ խելացի միտք ունես։ Այսպիսի խելացի առաջարկ ես դեռ չէի լսել, բայց ես էլ քեզ առաջարկություն ունեմ։ Գնա քո նոր ստեղծվելիք հավատքի այդ ուսմունքը քարոզի, հետո այդ ուսմունքի համար մերի, երրորդ օրը որ հարություն առնես, կգաս այդ մասին կխոսենք։ Հիսուս Քրիստոս ոչ միայն խոսեց, ոչ միայն գործեց, այլ ապացուցեց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Եթե մենք Հիսուս Քրիստոսի հարությանը չհավատայինք,
ես ինձ համար մեկ ուրիշ գործ կճարեի, որովհետև ինձ քարոզիչ լինելու իրավունքը վերապահում է միայն մի պայման, որ ես քարոզեմ ավետարանը։ Պողոսն ասում էր, մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոս, խաչյալ եւ հարություն առած Քրիստոս։ Մնացածը, չգիտեմ, լավ պատումներ են, հեքիաթներ կլինեն, հեքիաթներն էլ են շատ գեղեցիկ բաներ։ Ամեն։ Հիմա սկսենք այն ինչ որ ես ասեցի Սուրբ գրքից տեսնել։ Այս հատվածը, որ ես կկարդամ, եկեղեցու հիմնադրման օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից են։ Երբ որ արդեն Հիսուս հարություն էր առել եւ եկեղեցին դեռ չէր հիմնված, Սուրբ Հոգին Աստված ուղարկեց երկիր, որ Սուրբ Հոգին Հիսուս Քրիստոսի խոստացած մխիթարիչը առաջնորդի Քրիստոսի անունին հավատացողներին եւ Քրիստոսի անունով հիմնադրված եկեղեցուն։ Հիմա լսենք, ով իսրայելցի մարդիկ, լսեք այս խոսքերը։ Հիսուս Նազովրեցուն, այն մարդուն, որին Աստված ձեզ ներկայացրեց զորություններով, հրաշքներով ու նշաններով, որ Աստված նրա միջոցով արեց, ձեր մեջ ինչպես դուք էլ գիտեք, նրան, որ Աստծո սահմանված խորհրդով եւ կանխագիտությամբ մտածված էր, անօրենների ձեռքով փայտին գամելով սպանեցիք, նրան Աստված հարություն տվեց։ Ալելույա։ Մահվան կապանքները քանդելով, որովհետև հնարավոր չէ, որ նա դրանից բռնվեր։ Ալելույա։ Առաջի քարոզը, եկեղեցու հիմնված օրը, հիմնվելու օրը։ Սովորաբար, եթե մի բան ես հիմնում, առաջի օրը դու խոսում ես նպատակների մասին եւ այն ուղղությունների մասին, որ դու կամ այն նպատակների, որին դու ուզում ես հասնես։ Ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հետեւյալը. մարդիկ խոսում էր հրյա Պողոսը հրյա ժողովրդի հետ։ Աստված նրան նախասահմանել էր փրկիչ լինելու, Աստված նրան ուղարկեց։ Դուք վերցրեցիք եւ նրան փայտից գամելով, խաչելով սպանեցիք, բայց Աստված նրան հարություն տվեց։ Ահա քրիստոնեական հավատքի գլխավոր պատգամը։ Ավելի մեծ գոյություն չունի։ Այս պատգամը ուղղեց Հիսուս Քրիստոսի առաջի աշակերտը եկեղեցու հիմնադրման առաջի պաշտամունքին, եթե կարելի է այսպես այսպես ասել։ Որովհետև եկեղեցու ամբիոնից հնչած միակ ամենակարևոր քարոզը պիտի լինի հարությունը մեր Փրկչի, եւ մեր երգերի մեջ, եթե ուշադրություն եք դարձնում, գերակշռում է հարությունը մեր Փրկչի։ Եվ մենք հրճակում ենք ու հայտարարում ենք մեր երգերով, մեր ամբողջ էությունով։ Մենք ամեն օր նույն երգը չենք երգում 1700 կամ 17000 տարի։ Եթե իմ երեխան, որ մեծը արդեն մի քանի ամիս հետո 50 տարեկան է դառնում, եթե գա ու ինձ դիմի այնպես ինչպես երբ որ 10 տարեկան էր, դա իմ համար ողբերգություն կլինի, որովհետև կմտածեմ, ես մանկամիտ էլ մնաց։ Մենք հոգևոր որքան մանկամիտ պետք է մնանք։ Մենք ամեն օր Սաղմոս 2-ն ասում էր, նոր երգ երգեցեք Տիրոջը, նոր երգ։ Երեկվա երգը ինձ համար հնացած չի, կորած չի, բայց այսօր նոր երգ եմ ստացել ես Տիրոջից։ Այսօր նոր պատգամ եմ ստացել Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Ընդհանրապես Սուրբ Գիրքն ինձ զարմացնում է, կամ տարիքի հետ է կապված իմ զարմանալը, ամեն ինչի վրա զարմանում եմ, Սուրբ Գրքի հետ կապված, ամեն ինչ ինձ զարմացնում է, թեկուզ տասնյակ անգամներ կարդացել եմ, բայց զարմացնում է Սուրբ Գիրքը, թե որքան խորն է, այս հատվածը բազում անգամներ կարդացել եմ, բազում անգամներ քարոզել ենք, բայց նորովի Պողոս առաքյալը ասում է, մի հատ ձեր ուղեղը վարժեցրեք, սա ուղեղի վարժանքը, վարժացրեք, թող ձեր ուղեղի մկանները մի քիչ ձգվեն, սկսեք մտածել արմատական, սկսեք մտածել կառուցողական, սկսեք մտածել քրիստոնյա վայել։
Դուք խոսում եք հեքիաթներից, խոսում եք թե լավ, ամեն ինչի մասին մենք սեմինարներ ենք ունենում կանանց մասին եւ այլ ամեն ինչի մասին խոսում ենք։ Սա ուրիշ է, բայց գլխավոր պատգամը այստեղից պիտի բխի։ Պողոսը գրում է, եթե Քրիստոս հարություն չի առել մեռելների միջից, ուրեմն ավետարանի ուղերձը ոչ մի իմաստ չունի։ Առանց հարության ոչ մի հույս չկա, որ առաջարկենք աշխարհին, բայց միայն քարոզիչների հարցը չի այստեղ, այլ ամբողջ աշխարհի հարցն է։ Եկեղեցին հույսի վաճառական պիտի լինի, հույսի մատակարար պիտի լինի, քրիստոնեական պատգամ ընդհանրապես, եթե եկեղեցի բարձ չօգտագործեն։ Որովհետև ավետարանը իր մեջ հույս ունի եւ մեր Աստծո մասին Հռոմացիս 15-րդ գլխում է գրված, եթե չեմ սխալվում, մեր Աստվածը հույսի Աստված է։ Հենց այսպես է գրված է, եւ հույսի Աստվածը մխիթարից է։ Քո Աստվածը հույսի Աստված է, քեզ անհույս երբեք չի թողի։ Հիսուս եթե հարություն առաջ չլիներ, այն ժամանակվանից դու արդեն անհույս կլինեիր, որովհետև մենք Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ մենք երբեմնի հեթանոսներս դարձանք քրիստոնյա։ Աստծուն սեփական ժողովուրդ, իսկ մինչ այդ կարմիր ժողովուրդ, Աստծո սեփականություն, հրյաները։ Հիսուսի հարությունը ինձ եւ քեզ դարձրեց հարազատ զավակներ Աստծո համար։ Այո։ Երկրորդ ողբերգությունը, որ այստեղ շեշտում է, թե ինչ կլիներ։ Պողոսը գրում է, որ եթե Քրիստոս հարություն չի առել, ուրեմն անիմաստ է, իզուր է մեր հավատքը, որովհետև մեր հավատի հիմքը Քրիստոսի հարությունն է։ Ամեն։ Առաջինն ասում էր, որ քարոզությունն է անիմաստ։ Առաջինը Պողոսը շատ հստակ ասում է, քարոզիչներ, եթե դուք Քրիստոսի հարության մասին չեք քարոզում, հավաքեք ձեր իրերը, գնացեք ինչ որ գործով զբաղվեք։ Միգուցե հաջողվի բիզնեսի մեջ, կամ ինչ որ միտեղ, կամ քաղաքականության մեջ։ Այնտեղ ոչ սկզբունք է պետք, ոչ բան, ներողություն։ Ձեռիս հետ արեցի։ 15-րդ գլխի 14 խոսքն եմ կարդում։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, ուրեմն իզուր է մեր քարոզությունը եւ ունայն է ձեր հավատքը։ Իմ հավատն ունայն չէ։ Որովհետև ես Հիսուս Քրիստոսի հարությունն քարոզող մարդ եմ։ Քարոզել եմ, քարոզում եմ ու կքարոզեմ։ Եվ տա Աստված ինձ իմաստություն, որ իմ վերջի պատգամն էլ Հիսուս Քրիստոսի հարության մասին լինի։ Ամեն։ Մենք վստահում ենք նրան եւ քանի որ հարություն է առել, մենք հավատում ենք նրա ասածներին։ Հռոմացիս 10-րդ գլխի 9-10, որովհետև եթե Հիսուսին Տեր դավանես, դավանում ես, կարող ես ասել Հիսուսն իմ Տերն է։ Եվ սրտումդ հավատաս, թե Աստված նրան մեռելներից հարություն տվեց, դու հավատում ես, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, դե հիմա լսի կարևոր խոսքը, կփրկվես։ Ինչից հետո կփրկվես, երբ որ սրտումդ հավատաս, որ Աստված նրան մեռելների միջից հարություն տվեց։ Ուրեմն կարող ենք եզրակացնել, կարող ենք ենթադրել, ինչու ենթադրել, եզրակացնել ուղղակի, որ մեր փրկությունը ուղիղ հետևանք է Հիսուս Քրիստոսի հարության։ Ամեն, ամեն ու ամեն։ Քանի որ սրտով հավատում ենք արդարանալու համար, շարունակում եմ միտքը խորացնել, քանի որ արդարանալու համար Աստված մեր սրտի հավատքին է նայում։ Լսում եք։ Քանի որ սրտով հավատում ենք արդարանալու համար եւ շրթունքներով դավանում ենք փրկվելու համար։ Այդ շրթունքների դավանությունը ոչ մի նշանակություն չի ունենա, եթե սրտի հավատքը հիմքում չի։ Շատերը կարող են ասել, հիշում եք, Տեր, բաց մեզ, որովհետև քո անունով ես արեցինք, ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու գնացեք ինձանից։ Աստված սրտի հավատք է պահանջում, ոչ թե լեզվի դատարկաբանություն։ Ամեն։
լեզվի դավանությունը շատ կարևոր է, եթե այդ լեզվի դավանությունը գալիս է սրտի հավատից։ Ամեն։ Բայց եթե Հիսուս դուրս չի եկել գերեզմանից, ուրեմն մինչև հիմա մենք մեր մեղքերի մեջ ենք։ Բայց եթե հարություն է առել, մեր մեղքերը ներվել են։ Ամեն։ Հովհաննես 8:24 դրա համար էլ ձեզ ասացի, որ ձեր մեղքերի մեջ կմեռնեք, որովհետև եթե չհավատաք, թե ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք։ Մենք հավատում ենք։ Ամեն։ Որ Հիսուսն աշխարհ եկավ, ծնվեց կույս մայրամից, ապրեց 33 տարի ու կես, կամ 33 տարի, սկսեց գործնեությունը եւս 3 տարի ու կես գործեց, չարչարվեց, մեռավ խաչի մահով եւ երրորդ օրը հարություն առավ։ Եվ հիմա երկնքում հորաչ մոտ աջ կողմում նստած բարեխոսում է ինձ համար։ Պետք է ինձ համար բարեխոսեր, որ ես եթե նա հարություն առած չլիներ։ Ամեն։ Ես բարեխոս ունեմ երկնքում։ Նա իմ բարեխոսն է, հոր Աստծո առաջ։ Հալելույա։ Ուրեմն Սաղմոս 32:1-ում գրված է. Երանի նրան, որի հանցանքներին թողություն եղավ եւ նրա մեղքերը ծածկվեցին։ Ես կարող եմ ձեռքս դնել իմ վրա եւ ասել Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ իմ մեղքերին թողություն եղավ եւ իմ հանցանքները ներվեցին, որովհետեւ Հիսուս Քրիստոս հարություն է առել։ Հենց դրա համար Հիսուսն աշխարհ եկավ, չարչարվեց, մեռավ, բայց 3 օր հետո հարություն առավ, դուրս եկավ գերեզմանից, անառարկելիորեն ապացուցեց, որ նա ով իրեն Աստծո որդի էր կոչում, իշխանություն ունի մեղքեր ներելու։ Ամեն։ Հիսուսն ասում էր, մարդի որդին իշխանություն ունի մեղքեր ներելու, ուրիշ մեկը այդպիսի իշխանություն չունի, եւ պատմության մեջ որևէ մեկ այդպիսի հայտարարություն չի արել, որ ինքը իշխանություն ունի մեղքեր ներելու։ Ամեն մի կրոն մեղքերից ազատվելու կամ մեղքերին հակակշիռ ստեղծելու իր ուսմունքն է ունեցել։ Դու մեղավոր ես, միևնույնն է շատ մեղքեր ես անում, բայց եթե շատ լավ գործեր անես, որ ավելի գերակշիռ լինի, ավելի ծանր լինի, կշեռք, այլ Աստված բանը գործը թողած կշռում է։ Եթե քո բարի գործերն ավելի ծանր եղավ, քան քո վատ գործերը, ուրեմն կփրկվես։ Ոչ, փրկությունը հավատքով է։ Մենք արդարանում ենք Աստծո տված արդարությունով եւ ուրիշ ոչինչ։ Մարդկային ջանքերով ոչ ոք չի արդարացել, պնդում է Պողոսը։ Օրենքի գործերով ոչ ոք չի արդարացել, հայտարարում է Պողոսը։ Ամեն։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, մեր հավատն ունայն է եւ դեռ մենք մեր մեղքերի մեջ ենք։ Երրորդ, բայց մենք մեր մեղքերի մեջ չենք, չէ՞։ Երանի քեզ, որ քո մեղքերը ներվել են։ Երանի քեզ, որ դու հավատում ես, սրտով ես հավատում, որ Հիսուս Քրիստոս հարություն է առել մեռելներից։ Ամեն։ Երրորդը, որի մասին խոսում է։ Եթե Հիսուս հարություն չի առել, ուրեմն մեր վկայությունը կեղծ է եւ մենք կեղծ քարոզիչներ ենք, որ վկայում ենք, թե Հիսուս Քրիստոս հարություն է առել։ 15:15 Եվ մենք էլ Աստծո սուտ վկաներ եղած կլինենք, որ Աստծո մասին վկայեցինք, թե հարություն տվեց մեռելներին, հարություն տվեց Քրիստոսին մեռելներից, եթե արդարև մեռելները հարություն չեն առնում։ Տեսեք, գործ կառաքելոցը, որ առաջին քրիստոնյաների մասին է, սկսվում է Հիսուսի համբարձումից։ Այնուհետև Պենտեկոստեի օրվա մասին ես արդեն ընթերցեցի, եւ թե ինչպես աճեց եկեղեցին Հիսուս Քրիստոսի հարության պատգամով։ Պետրոսը հենց այդ քարոզեց. դուք սպանեցիք, Աստված նրան մեռելների միջից հարություն տվեց։ Հենց այդ օրը, այդ մի պարզ պատգամի շնորհիվ 3000 մարդ փրկվեց։ Կարդացեք Գործ կառաքելոց 2-րդ գլուխը։ Այն ինչ որ ես ասում եմ, շատ հանգիստ ապացուցելու է կամ հերկվելի, եթե ավետարան կա ձեր ձեռքին։
Պատմական փաստաթղթերը վկայում են, որ առաջի եկեղեցին այդ շատ կարճ ժամանակահատվածում հասավ մինչև 100,000-ի։ Եկեղեցի հիմնադրվելու հենց սկզբի տարում։ Եվ նրանք հենց այդ նույն պատգամն էին քարոզում։ Ես ասեցի նախ Պենտեկոստեի օրը իջավ Սուրբ Հոգին եւ բոլորին լցրեց իրենով, նաեւ շատ կարեւոր էր, որ առաքյալները քարոզում էին Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Նրանք ամեն օր քարոզում էին ավետարանը եւ շատ հստակ էր նրանց պատգամը, շատ հստակ։ Հիսուս հարություն է առել մեռելներից։ Գործք առաքելություն 19 քարոզ կա արձանագրված։ Եվ բոլորը մեկ բանի մասին են։ Դրանք բոլորը առանց բացառության, բոլորը Հիսուս Քրիստոսի հարության մասին էին։ Կարող եք ստուգել, ժամանակի հետ թույլ տար այդ բոլոր հատվածները ես կկարդայի, բայց ուրեմն պետք է կարդայի Գործք առաքելոցը 2-րդ գլխից մինչև 28-րդ գլուխը։ Գործք 2:32 Այն Հիսուսին Աստված հարություն տվեց, որի վկաներն ենք մենք բոլորս։ 4:33 Եվ առաքյալները մեծ զորությունով վկայություն էին տալիս Տեր Հիսուսի հարության մասին եւ մեծ շնորհ կար նրանց բոլորի վրա։ Հալելույա։ Եթե մենք Հիսուս Քրիստոսի հարության քարոզիչներ չենք, ուրեմն մեր վկայությունը ճշմարիտ չէ, պարզվում է։ Երբ Պետրոսը ու Հովանեսը բժշկեցին տաճարի մոտ դռան մոտ նստած իծնեկաղին, դրանից հետո մեծ իրարանցում եղավ եւ ստիպված նրանց տարան, որպեսզի պահանջեն, թե դուք ինչ իրավունքով արեցիք այդ բանը։ Պատկերացնում եք, իրանք եւ կարողանում էին անել, եւ իրավունք էին տալիս ինչ որ մեկին կույրի աչքերը բժշկեր։ Պատկերացնում եք ցինիզմը։ Ինչ իրավունքով արեցիք սա։ Ասեք տեսնեմ դուք ով էր ձեզ իրավունք տվել, որ այս կույրի աչքերը բացեիք։ Տեր Աստված։ Ներեցեք կաղին բժշկեց։ Եվ նրանց պատասխանը. Եվ դուք սուրբին եւ արդարին ուրացաք եւ խնդրեցիք, որ մի մարդասպան շնորհի ձեզ, իսկ կյանքի առաջնորդին սպանեցիք, որին Աստված մեռելներից հարություն տվեց, որի վկաներն ենք մենք։ Այդ Հիսուսի անունով ենք արել։ Դուք ինչ անունով եք անում։ Կամ անում եք արդյոք, կամ կարող եք անել արդյոք։ Երկրորդ համարը սաստիկ բարկացած, որ նրանք ժողովրդին սովորեցնում եւ քարոզում էին Հիսուսի մեռելներից հարություն առնելու մասին, նրանց երկուսին էլ բանտարկեցին, ձերբակալեցին եւ բանտարկեցին։ Երբ առաքյալներին ձերբակալեցին եւ բանտ նետեցին, եւ երբ Տիրոջ հրեշտակը նրանց գիշերով ազատեց բանտից, 4-րդ գլուխ կարդացեք Գործք առաքելոց, ինչ եք կարծում, ինչ արեցին նրանք առավոտյան։ Հրեշտակը գիշերը նրանց հանձնարարեց. գնացեք եւ տաճարում կանգնելով ժողովրդի հետ խոսեք կյանքի այս բոլոր խոսքերը։ Նրանք էլ լսեցին, առավոտյան մտան տաճար եւ սովորեցնում էին, իսկ քահանայապետերն ու նրա հետ եղողները եկան ատյան, հրավիրեցին Իսրայելի որդիների ամբողջ ծերակույտը եւ մարդ ուղարկեցին բանտ, որ նրանց բերեն։ Գնացին բանտ, որ նրանց բերեն, չգիտեին, որ գիշերը հրեշտակն ազատել էր նրանց։ Զարմացան ու հիացան, թե ինչ է եղել, ինչ եղած պիտի լինի, պահապանները տեղում, դռները փակ, այդ բանտարկյալները այնտեղ չեն։ Եկավ մեկը, ասավ ես տեսել եմ նրանց, տաճարում կանգնած սովորեցնում էին։ Գնացին, մարդ ուղարկեցին, արդեն առանց բռնության, բերեցին ատյան ու ասացին, չէ որ մենք պատվիրեցինք, որ այդ մասին չսովորեցնեք։ Պետրոսը եւ առաքյալները ասացին. մեր հայրերի Աստված հարություն տվեց Հիսուսին, որին դուք խաչապայտին գամելով սպանեցիք։ Աստված նրան առաջնորդ եւ փրկիչ բարձրացրեց իր աջով, Իսրայելին տալու ապաշխարություն եւ մեղքերի թողություն։ Եվ մենք այս բաների վկաներն ենք, եւ Սուրբ Հոգին էլ, որ Աստված տվեց իրեն հնազանդվողներին։ Ոմանք, որ ավետարանին լավ ծանոթ չեն, կարող է թվա, թե ես նույն հատվածն եմ կարդում։ Ես նույն հատվածը, տարբեր գլուխներ, տարբեր հատվածներ, ուղղակի խոսքերն էին նույնը։
ուղղակի բովանդակություններն նույնն է։ Դուք սպանեցիք, Աստված հարություն տվեց։ Մենք այս բժշկությունն արեցինք, կաղին ոտքի կանգնացրեցինք այն Հիսուսի անունով, որին դուք սպանեցիք, Աստված հարություն տվեք։ Մենք էլ վկա ենք դրան։ Եվ վերջ։ Գնանք առաջ։ Մենք այս բաների վկաներն ենք։ Առաքյալները նրան տեսել էին հարություն առած եւ փառավորված մարմնով։ Նրանք տեսել էին խաչից կախված, տեսել էին այնպես մեռած, որ փորձառու զինվորները նրա ոսկորներն անգամ չջարդեցին։ Տեսել էին, թե ինչպես մեռած մարմին իջեցրեցին խաչից, պատանեցին, դրեցին գերեզմանի մեջ եւ դռանը մի շատ մեծ քար դրեցին եւ կնքեցին։ Նրան տեսել էին 3 օր հետո հարություն առած եւ քարոզում էին այդ մասին ամեն տեղ, ուր որ գնում էին։ Աթենքում Պողոսը քարոզում էր Հիսուսին եւ հարություն։ Գործք 17-18-ում Էպիկուրյան եւ ստոիկյան փիլիսոփաներից ոմանք նրան հակառակվում էին եւ ոմանք էլ ասում էին այս դատարկախոսն ինչ է ուզում ասել, ուրիշներն էլ երևում է օտար աստվածների քարոզիչ է, որովհետեւ Հիսուսին եւ հարություն էր քարոզում։ Գնացել էր հեթանոսական երկիր, ժամանակի, կարծես թե մշակույթային կենտրոն, գիտության, մշակույթի, փիլիսոփայության կենտրոն էր գնացել էր Աթենք, հավաքվել էին ուղեղները։ Հələ տեսնենք սա ինչ է ասում, ասում են թե սա մեծ փիլիսոփա է, տեսնենք ինչ է ասում։ Մեծ փիլիսոփան գնացել էր, խոսում էր ինչ որ մեռած մարդու հարությունից։ Զայրույթ առաջացավ, ով ասա։ Էս ինչ է խոսում էս դատարկախոսը։ Մենք գիտենք հիմա գիտության նորություններից, փիլիսոփայության բացահայտումներից ինչ որ բան պիտի ասի, եկել է ու օրհնյալ լինի Աստված, որ մեզ տվել է մի պատգամ, որ բարձր է մնացած բոլոր պատգամներից։ Տվել է մեզ մի գիտություն հասարակ, բարձ, քրիստոնեական, որ բարձր է ամենամեծ գիտություններից։ Ամեն։ Հիսուս Քրիստոս հարություն է առել մեռելներից եւ վերջ։ Ինչ էր քարոզում, քարոզում էր Հիսուսին եւ հարություն։ Քարոզեք Հիսուսին եւ հարություն։ Կլինի Հայաստանում, կլինի մուսուլմանական ինչ որ մի տեղում, քարոզեք Հիսուսին։ Հիսուս հարություն է առել մեռելներից։ Որ ամեն անգամ գաք եկեղեցի եւ լսեք Հիսուսի հարության մասին, չձանձրանաք, որովհետեւ դուք ով կաք, ինչ կաք, հենց այդ շնորհիվ է, որ դուք կաք։ Ամեն։ Այո, ես արդեն ասեցի, որ եթե Քրիստոսի հարության պատգամը չի իմ գլխավոր պատգամը, ես ինձ համար գործ պիտի ճարեի։ Եկուս շատ, չգիտեմ, դռնապանի կամ պահակի ինչ կա որ։ Հասկանում եք։ Կյանքը նպատակ ունի, Աստված ինձ նպատակով է ստեղծել։ Ամեն։ Մեր հավատքը հիմնված է Հիսուս Քրիստոսի հարության վրա։ Այդ մասին են գրել ավետարաններում ականատեսները, առաքյալները, նաև ինքը Պողոսը։ Նա հիմա ասում է, որ եթե Քրիստոս հարություն չի առել, ուրեմն ես եւ մնացած առաքյալները ստախոսներ ենք։ Բայց չէ, այդպես չի, դու էլ գիտես։ Եթե 4-րդը, եթե Հիսուս հարություն չի առել, ուրեմն ապագայի մասին խոստումները փրկության, հավիտենական կյանքի մնացած խոստումները խաբեություններ են։ 15-18, ուրեմն նրանք էլ, որ Քրիստոսում ննջեցին կորան, ինչ, հենց ես էր կյանքը, ես արդեն հասել եմ վերջնագծին, չգիտեմ այդ վերջնագիծը որքան է եվս մի քիչ ձգվելու, Աստծո շնորհիվ, բայց ես կյանքից ոչինչ չեմ հասկացել, եթե կյանքն ընդամենը այն էր, ինչ որ է, ես չէի ուզենա ծնվի ու աշխարհ գայի, չէի ուզենա, որովհետև հասկանում ես, լավ, նպատակ ունես, հասար, տուն շինեցիր, երեխա ունեցար, չգիտեմ, ծառ տնկեցիր, հետո։ Ինչ ուզում ես արա, ով ուզում ես եղի, ամենահարուստ մարդը, թե ամենամեծ թագավորը։ Գալու է մի օր, որ դրանք բոլորը զրոյանալու են, արժեքը կորցնելու են։ Դրա համար Պողոսը, նույն Պողոսն ասում է, իմացեք, ոչինչ չենք բերել այս աշխարհ եւ հայտնի է, որ ոչինչ էլ այս աշխարհից չենք տանելու։
չենք տանելու։ Ես կարդացել եմ տարիներ առաջ, որ չգիտեմ, շատ հեղափոխությունից շատ կարճ ժամանակ անց Փարիզում Մարտիրոս Սարյանը հանդիպում է ամենահարուստ հայի որդուն, Մանթաշովի որդուն։ Եվ գրված է, որ 5000 ռուբլի տվեց։ Թե այդ ժամանակ այդ 5000 ռուբլին այսօրվա արժեքով ինչ արժեր, ես չգիտեմ։ Բայց պատկերացնում եք, ամենահարուստ, որ դուրս էր գալիս, չգիտեմ, Բաքվում, Թիլվիզում, ես չգիտեմ Հայաստանում դա արելա թե չէ, ամեն օր առավոտյան գրպաններում մի քանի կիլո ոսկի էր լինում, որ շախ տալով գնում էր, որ երեխաները, որբերը հետևից վազում էին ու հավաքում էին։ Էս չի այս աշխարհի բանը։ Ինչի համար ես ապրում։ Որն է նպատակը։ Ես նպատակ ունեմ։ Հիմա ես իմ նպատակի իրականացման մեջ եմ, հենց այս պահին։ Գնանք առաջ, թե վերջացնեմ։ Ժամանակն է վերջացնելու, բայց ես շատ արագ պետք է փորձեմ։ Եթե Հիսուս դուրս չի եկել գերեզմանից, ուրեմն ուրիշ ոչ ոք չի կարող դուրս գալ գերեզմանից։ Այսինքն ես եւ դու կմեռնենք ու կփտենք ու վերջ չկա, ամեն ինչ պրծավ։ Չկա այդպիսի բան։ Իմ հավատքը ավելի հեռուն է։ Ես ասել եմ, եթե մեր հավատքը չի անցնում այս ժամանակավոր կյանքի սահմաններից, ուրեմն փուչ է այդ հավատքը։ Համաձայն եք ինձ հետ։ Ամեն։ Եթե ամեն ինչ պիտի վերջանա, երբ որ դնեն, վերջում էլ մի հատ, չգիտեմ, բահի այդ բռնիչով մի հատ խաչ անեն ու ասեն վերջ, ես համաձայն չեմ, որովհետև Աստված համաձայն չի։ Որովհետև հարություն է տվել մեռելներից Հիսուսին, դա Աստծո անհամաձայնությունն է։ Էնպես որ հանգիստ կարող եք մահանալ հույսով։ Ես իմ մասին եմ ասում։ Ամեն։ Այո, ամեն ու ամեն։ Այսպիսով, եթե Հիսուս հարություն չի առել, ուրեմն քարոզությունն իզուր է։ 1. Եթե Հիսուս հարություն չի առել, ապա անձնական հավատն իզուր է։ 2. Եթե չկա հարություն, ապա մեր վկայությունը սուտ է։ 3. Եթե հարություն չկա, ապա ապագայի մասին խոստումները սուտ են եւ խաբկանք։ 4. Եվս մեկը եւ ավարտեմ։ Եվ եթե միայն այս կյանքի համար հույս ունենք Հիսուս Քրիստոսի վրա, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Օհո։ Եթե մեր ամեն սպասելիքները այստեղ, որ Հիսուս իմ ոտքը բժշկի, իմ գրպանները մի քիչ վերջը տանը խաղաղություն լինի, էս լինի, այն լինի, եթե Հիսուս մեզ դրա համար է պետք։ Գիտեք, շատ օրինակներ կարող են բերել, երբեմն այս սխալ վկայությունների հետևանքով ինչ որ մեկը հայտնվում է եկեղեցում, թե չգիտեմ, հիվանդ եմ, աղոթեք բժշկվեմ, կարծես թե մենք էլ ստեղ բան ունենք, էլի։ Հատուկ պատվեր ունենք, որ երբ ում ուզենանք, կարողանանք բժշկել։ Չեն հասկանում, որ ամեն ինչ վերևից է։ Մենք կարող ենք տարիներով աղոթել ու չբժշկվի, կարող ենք մեկ անգամ վերև նայել, հառաչելով ասել Տեր բժշկի ես մարդուն, եւ Աստված բժշկի։ Մեզանից չի, Աստծուց է։ Վերջապես, հիմա եկեղեցում փորձում են, մեր եկեղեցում չէր, բայց ես փորձում են հիմա կողքից ապացուցել, քարոզել, որ Հիսուսի մասին, Հիսուսն է բժշկություն տվողը եւ այլ, այս մարդն ասում է Հիսուս, միսուս չգիտեմ, ես եկել եմ բժշկեք ինձ։ Ասեմ թե ինչ եղավ։ Ես չգիտեմ հիմա կա թե չկա, բայց հետո չբժշկվեց։ Ես եկել եմ Հիսուսի համար։ Ես սիրահարված եմ նրան։ Առանց նրա իմ կյանքն անիմաստ է։ Արդեն ասեցի, ես այս կյանքից ոչինչ չեմ հասկացել։ Ինչու ես այդքան վատատես։ Բոլորովին էլ վատատես չեմ։ 5 երեխա ունեմ, 12 թոռ ունեմ, փառք Աստծո, սոված չենք, փողոցում չենք, բայց ինչ հասկացա ես։ Կամ դու ինչ հասկացար։ Երևի ման նպատակ ես ապրել։ Գոնե վերջի 30 տարին ձեր աչքի առաջ եմ ապրել, ովքեր եղել են այս վերջի 30։ Իսկ այստեղ մարդիկ կան, որ շատ հեռվից են ինձ հետ։
աննպատակ չեմ ապրել։ Հենց ճիշտ նպատակի համար եմ ապրել։ Դրա համար էլ դեռ մղում ունեմ, դեռ էներգիա ունեմ ապրելու եւ Հիսուս Քրիստոսի հարության մասին քարոզելու։ Ամեն։ Ամեն։ Այստեղ գաղտնիք է բացահայտում։ Եթե ինչ որ ես անում եմ այստեղ եւ այսօր միայն այս կյանքի համար է, ուրեմն դա աննպատակ ապրել է, դա անիմաստ է, դա շատ քիչ է, ինձ պետք է ավելի կարևոր բաների համար ապրել, նաև քեզ, ես ուզում եմ իմանալ, որ իմ կյանքը ունի կարևոր նշանակություն, եւ ես հավատում եմ, որ իմ կյանքն ունի կարևոր նշանակություն, ոչ միայն իմ, այլ բոլորիս կյանքը, Աստված մեզ աննպատակ չի ուղարկել աշխարհ, Ռուբիկ եղբայր, դու հավատում ես, որ ամեն մեկը նպատակով է եկել, Հիմա ինչ քեզ հարցնեմ, դու հավատում ես, որ դու ծնվել ես հենց այնպես, քանի որ պապատ ու մամատ ամուսնացել է։ Առանց Աստծո ողորմության պապատ եւ մամատ, պապաս եւ մամաս կարող էին մի հատ մոծակ ստեղծել։ Բա ո՞նց մեկ ծնվեցինք։ Աստծո կամքով գրված է, ուղարկում ես հոգիդ, ծնվում ենք եւ աշխարհ ենք գալիս, վերցնում ես հոգիդ, մեռնում ենք եւ հողին ենք դառնում։ Սա է ճշմարտությունը։ Աստծո կամենալով ծնվեցի, ես, դու եւ մենք բոլորս ընդհանրապես։ Հիմա կհարցնես անգամ նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն, այո։ Եվ գրված է, որ Աստված կամենում է, որ ամեն մարդիկ ապաշխարեն, Պողոսը Տիմոթեոսին է գրում։ Աստված ուզում է, ցանկանում է, կամենում է, որ ամեն մարդիկ ապաշխարեն եւ ճշմարտության գիտության գան, ալելույա։ Մեր Աստված բարի է, նրա ողորմությունը հավիտյան է, նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ է։ Ամեն։ Ես ուրախ եմ կիրակի օրվա համար։ Ալելույա։ Այո, իմ կյանքն իմաստ ունի միայն Քրիստոսի հետ հավիտենության մեջ, որ սկսվում է այստեղից։ Եվ այստեղի կյանքից դեռ նորից կրկնեմ, որ երրորդ անգամ բան չեմ հասկացել, չեմ հավատում, որ հենց այս ունայն կյանքի համար եմ ստեղծվել, ես եւ դուք, ինչ որ անում եմ երկրի վրա, կապված է իմ հավիտենական նպատակի եւ հավիտենական ճակատագրի հետ, ամեն, եւ շարունակելու եմ այդպես անել, Պողոսն ասում է, որ եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել Հիսուս Քրիստոսի վրա, դա շատ քիչ է, ողբերգություն է, խղճուկ է, աննպատակ է, Պողոսը մեզ չի թողնում այս մռայլ անհույս ողբերգական մտորումների հետ, այստեղ վերջակետ է դնում հերիք մտավարժանքին եւ հայտարարում է, բայց հիմա Քրիստոս հարություն է առել մեռելներից, ինքը ննջեցյալների առաջին հեկը, Հիսուս Քրիստոս հարություն է առել մեռելներից, ահա հայտարարությունը տիեզերական, եւ ես այստեղ ուզում եմ, որ ավարտենք, մտքում ունեցեք, այն մտավարժանքը, որ Պողոսն առաջարկեց, մեզ փորձության մեջ գցեց, բայց մենք ներում ենք, չէ՞, որովհետև ուզում է, որ մեր ուղեղը մի քիչ ձգվի, Հիսուս Քրիստոս հարություն է առել, նա կենթանի է, նա կենթանի է, նա կենթանի է, նա կենթանի է, եւ հավատքը սա է, հիմա այսպես կանես, այնպես կանես, ձախից աջ կանես, վերևից ներքև կանես, սրտումդ ինչ կա, հարության Հիսուս Քրիստոսի մասին հավատք կա սրտումդ, որ քեզ փրկի, օրհնյալ լինի Տիրոջ անունը, Քրիստոս հարություն է առել, Քրիստոսն ապրում է հավիտյան, եւ քանի որ նա ապրում է, մենք էլ պիտի ապրենք, որովհետև ինքն այդպես խոստացավ, 1-2 համար կարդամ եւ վերջացնեմ, Գողը գալիս է, որ միայն գողանա, սպանի եւ կորցնի, ես եկա, որ կյանք ունենան եւ ավելին ունենան, դու ընդունում ես Հիսուսի այս խոսքերը, Հովանու 14:19, մի քիչ ժամանակ էլ եւ աշխարհն ինձ այլևս չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետեւ ես ապրում եմ, դուք էլ պիտի ապրեք, ալելույա, ահա իմ հավատքը,
Հովանու 11:25-26 Հիսուս նրան ասաց. Ես եմ հարությունը եւ կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի, եւ ով ապրում է ու հավատում ինձ հավիտյան չի մեռնի։ Սրան հավատում ես։ Հալելույա։ Հավատում ես։ Այս ամենը ճշմարտություն է, արժանի։ Նրան վստահել է պետք։ Հիսուս կենթանի է։ Հարություն է առել, նա ապրում է։ Եվ հավատացողներն, ովքեր վստահում են նրան, նրա հետ պիտի ապրեն հավիտյան։